Իրականում տպավորությունն է, որ մեր մեղադրողները ամեն դատի մեզ զարմացնում են։ Շատ ստեղ քննարկում է, որ ասում են իրավաբանություն էս ինչ մարդը չգիտի, իրավաբանության իմանալու խնդիր չկա, մեր հարգարժան Խուդոյանն ասում է այն սկզբից, որ թույլտվություն են ստացել, մեզ գաղտնալսել են ու այս գաղտնալսումից է այս ամեն պրոցեսը շինծու գործը սկսվել, որ այս գործը այս հատորները կա, ասում է հələ եկեք տեսնենք, սա օրինական է, թե օրինական չի, սա շատ պարզ է, օրենք պետք չի իմանալ, շատ հասարակ տրամաբանական հարց ասում, որ եկեք դա անենք, եթե պարզվի, որ արդարություն լինի եւ ձեր նախագահության պարզի, որ այդ գաղտնալսումները, որ մեզ արել են, անօրինական է եղել, էլ մենք ստեղ անելիք չունենք։ Բայց բնականաբար, քանի որ մեղադրողները հասկանում են, որ կարող է այդ փուլը լինի եւ տես լինի, բնականաբար ասում են, եկեք մերժենք, ապացույցներ ուսումնասիրենք։ Հիմա պատկերացրեք մի 6 ամիս ապացույց ուսումնասիրում ենք, հետո նորից ասում են, դե եկեք անդրադառնանք Խուդոյանի հարցին ու պարզվում է, որ այդ ամեն ինչը ապօրին է եղել։ Դուրս է գալիս այս 9 ամիսը, որ անիմաստ եղենք, հələ մի 6 ամիս էլ անիմաստ պետք է գնանք։ Բայց որ մեր հարգարժան ընկերն ասում է զարմանալու բան չկա։ Մենք բոլորս էլ հասկանում ենք եւ գիտենք, որ ստեղ քրեական գործ չկա, սա ժամանակի ձգում է, պետք է ձգենք մինչեւ հունիսի 7-ը, հունիսի 7-ից հետո նոր կթույլատրենք, կպարզի որ ստեղ գործ չկա։ Այս զարմանքը, որ միշտ կա, դա զարմանք չի, դա ընդհանրապես ծրագիր է, որ պետք է իրականացվի։ Սարգսյան Արտուրը հունիսի 7-ին ընտրություններն է, մինչեւ հունիսի 8-ը պետք է մնա տնային կալանքի տակ։ Սրբազանը պետք է մնա կալանքի տակ, որտեւ սա է խնդիրը։ Խնդիրը դրված է սկզբանը, որ մեկ-մեկ sense անկես լուրջ ասում եք, ստեղ արդարադատությունը այնօրը հերոստացույցով տենց մի հատ բան էին դրել, որ ժամանակին, որ Նիկոլ Փաշինյանին մնացականյանը ոչ մազգանը կարած սխալ եմ ասում, դատում էր, ասում է, ստեղ ինքը չի նստած, ստեղ նստած է Սերժ Սարգսյանը։ Հիմա տպավորությունը, որ ստեղ որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը, ոնց ասում է, տենց հերթականությունը գնում է։ Հիմա այս մարդը ինչ ասում է, եկեք մի հատ տենանք, որ այս ամեն ինչը ստեղծվել է, որը մենք ասում ենք շինծու է, մեղադրողն են, ասում են չէ, ահաբեկիչներ են։ Եկեք տենանք այս թույլտվությունը եւ ամեն ինչը օրենքով էր, թե չէ, եթե օրենքով էր, եկեք քննեք Խուդոյանի ասածը, հիմնավոր է, որ այո, ազգային անվտանգությունը իրավունք ուներ գաղտնալսել, իրավունք ունեին օպեր վարչությունը տարուկես հետևել մեզ, եթե իրավունք ունեին նորմալ է, հիմնավոր է գնացեք առաջ։ Ամեն անգամ զարմացնելու բան չկա, ամեն անգամ հիմնավորում են, որ սա քաղաքական պատվեր է եւ շինծու գործ է։ Շնորհակալություն։